Եթե մեղրի փոխանակումը Լաչինով հաջողվեր, ինչ կունենայինք այսօր։ Մեղրի փոխանակումը Լաչինով չէր կարող հաջողվել։ Չէր կարող։ Ոչ։ Եվ ես կարծում եմ, որ հայր Ալիևը, Հեյդար Ալիևը, երբ որ մտավ այս բանակցությունների մեջ, մի խնդիր ուներ լուծելու։ Նա տարած փոխանակելու կամ ինչ-որ բան զիջելու նպատակ չուներ։ Նա նպատակ ուներ բանակցային ձևաչափի շրջանակներում իրավիճակ փոխել, ինչին եւ հասավ ձևականորեն դուրս մղվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես բանակցային կողմ, որպես հակամարտության կողմ, մնացին երկու կողմեր՝ Ադրբեջան, Հայաստան եւ արդյունքում ադրբեջանական կողմը ավելի ամրագրեց Հայաստանի ագրեսոր լինելու, իբր ագրեսոր լինելու փաստարկը միջազգային իր շփումներում եւ դա ընկալվեց նաեւ միջազգային հանրության կողմից եւ հավուր պատշաճի չհակադարձվեց նաեւ պաշտոնական Երևանի եւ Ստեփանակերտի կողմից։